Տիկին Ղազարյան, դուք ձեր ելույթում անդրադարձել եք գեներալ Մանվել Գրիգորյանի մանկապարտեզի հարցին եւ Մեսրոպ Մանուկյանը հետապնդում է, որ դուք պարտադիր ասեք, թե այդ որ մանկապարտեզն է եղել, որ Մանվել Գրիգորյանը Իրանով է արած եղել, խնդրում եք Իլիկիայի հետ հատվածում ցույց տալ այդ մանկապարտեզը, կան փաստեր դրա հետ կապված, թե չէ։ Եթե ձեզ ավելի հարմար կլինի լրագրողական տեսանկյունից, ես կամ փաստաթղթի այդ հետագից ուղարկեմ, ինչպես գիտեք, նախորդ տարի դեռևս կամ նույնիսկ առաջ դեռ պարոն Մանուկյանը ավագանում էր Երևանի ավագանին քննիչ հանձնաժողով է ստեղծել մանկապարտեզներ, նախկին մանկապարտեզները ինչի համար են, ինչ նպատակով են հիմա օգտագործում եւ ինչ ճանապարհով են սեփականաշնորհվել, վաճառվել կամ այլ նպատակով սկսել կիրառվել, այդ քննիչ հանձնաժողովի ամբողջական փաստաթղթերը խնդրել եմ ես ավականու անդամներից ինձ փոխանցել են, ես կարծում եմ, որ դա նաեւ հասանելի կարող է լինել լրատվամիջոցներին եւ հետագծելիությունը կա, ով ում փոխանցեց, հետո ոնց եղավ, դա Կիլիկիա թաղամասում գտնվող մանկապարտեզի մասն է, հիմա հասցեն բնականաբար անգիր չեմ հիշում, որովհետեւ շուրջ 200 մանկապարտեզների մասին է թեման եւ կարծում եմ պարոն Մանուկյան կարող էր նաեւ աշխատած լինել կամ չգիտեմ էլի այնտեղի հարաբերությունների դինամիկային այդքան լավ չեմ հետևել, բայց եթե ձեզ համար հրապարակելու կամ պարոն Մանուկյանի վերջո այնտեղ նստած ենք այս արդեն 8 օրը 10 ժամ իրար հետ նստած ենք նույն սենյակում, կարող էր մոտենալ, ես կուղարկեմ այդ տեղեկություն ես ստացել եմ ավականից, իսկ ավականին նաեւ ամեն մանկապարտեզի հետ կապված կադաստրի կոմիտեից սեփականատերերի փոփոխության քննչականի որոշակի քննչական գործողությունների հետ կապված տեղեկությունների համադրմամբ է տեղեկությունը կազմել։ Այսինքն այնպես չի, որ օթում եք ասել կա նման բան, որովհետև ակնկալում էր ձեզանից ներողություն եւ ասում էր, որ իր աշխատասենյակում գրատախտակ է տեղադրելու եւ այսպես ասած անարգանքի սյունին է գամելու կպականների լուսանկարները այնտեղ տեղադրելով, եթե դուք այսպես բան անեք, զրպարտեք եւ ինձ շատ հետաքրքիր է այս ոճը շփումը, որովհետեւ ես ոնց որ տեսնում եմ, թե մենք գոնե այս գումարման ոնց ենք սկսել աշխատել, ամեն մեկ գրանցում է, գնում է ամբյոնի մոտ ինչ ունի ասելու մյուս գործընկերոջը ասում է, հետո ոնց որ սպասում են հաջորդ ամեն ցիկլը երևի մի օր տևում է, բայց գոնե շփման հարթակ ունենք իրար հետ, այս ոճը վաղուց արդեն մոռացել էի, որ լրագրողների միջնորդությամբ իրար բան են սուրհանդակ են ուղարկում, ես չգիտեի որ ոչ մեկ չի ուղարկել, վստահեցնում եմ, ես իր հետ զրուցել եմ, ստացել եմ հարցեր, այսինքն հարցեր են առաջացել, դրա համար երկրորդ կողմ եմ, այսպես ասած լսում, որը միանգամայն մեդիայի տիրույթում է, այսինքն ես սուրհանդակ չեմ, հաստատ ինձ ոչ մեկ չի ուղարկել։ Ենթադրում եմ, որ հրապարակված ինչ-որ բանի մասին եք ասում, հայտարարության մասին եք ասում, բայց բնականաբար այս Մանվել Գրիգորյանի գույքերի հետ կապված էի հարցնում Հասմիկ Հակոբյանի ելույթի եւ այլնի հետ կապված, ինքը հարցազրույցում տվեց ձեր անունը եւ ասաց այն ինչ փոխանցեցի, սրա մասին։ Իր հարցազրույցը հրապարակված էր, այդ էի հարցնում։ Հա, այսինքն ես ենթադրվում եմ, որ ես պետքա տեսած լինեի ու պատրաստ լինեի այս հարցերին, բայց ինչպես տեսնում եք, չափազանց խիտ գրաֆիկով ազգային ժողովի նստաշրջանից գումարումը սկսել աշխատանքը, ինչը լավ լուր է, երևի նաև ձեզ համար լուսաբանելու շատ նյութ կա, բայց իսկապես տեղյակ չեմ, ծանոթ չեմ եւ նաև ես երբ որ ելույթ ունեմ, պարոն Մանուկյան տեղից ասեց Հասեն խնդրեց կրկնել, ես Հասեն կրկնեցի, հետո ասեցի պարոն Մանուկյան, ոնց որ ելույթից հետո կարող եք մոտենալ, ես ձեզ փաստաթղթերը կփոխանցեմ։ Շատ հետաքրքիր է, որ ինքը դրանից հետո ինձ հետ կապված ինձ խոսակցություն ոնց որ չի նախաձեռնել գայից հետ խոսա, եկել բան գնացել լրագրողներին կամ ստատուսներ են մեկ-մեկ գրում գալիս են ստատուսներից են հարցնում։ Ամբողջ օրը իրար հետ են կարելի է իրար հարցնել, այդ ոճի մեջ քաղաքական ոճի մասին էի խոսում, բայց եթե ձեզ համար հետաքրքիր է որպես լրատվամիջոց, ես ձեզ կփոխանցեմ որևէ կապի միջոց, եթե ինձ տակ, ես այդ փաստաթուղթը ինձ մոտ գտնում է նաև ձեզ լուսաբանելու առումով, ոնց որ կարող եք փաստաթղթերը ընթերցել եւ ցույց տալ նաև մարդկանց, որովհետեւ ես կարծում եմ, որ մարդկանց է ավելի շատ հետաքրքիր, ոչ թե ինձ ձեզ կամ պարոն Մանուկյանին էլի։ Շատ շնորհակալ կլինեմ, ես բնականաբար փաստաթղթերը եթե ինձ փոխանցեք, ես կհրապարակեմ եւ եկեք այս թեման այսպես ամփոփելով ասեմ, որ ինձ համար կոնկրետ սուրհանդակի պահը շատ վիրավորական է, որովհետեւ որևէ պաշտոնյա եթե լրագրողը խոսում է ու մեկին փոխանցում է մյուսի միտքը, չի նշանակում որ ինքը սուրհանդակ է կամ ինչ որ մեկը իրեն ուղղորդել է։ Ինչ վերաբերում է սուրհանդակի թեմային, ես ձեզանից ներողությամբ խնդրում, դա ձեր մասին չէր, իր քաղաքական ոճի մասին էր, այնուամենայնիվ ես համարում եմ, որ մենք ուղիղ խոսակցության պակաս ունենք եւ հնարավորություն վերջապես ազգային ժողովում, որովհետեւ վերջապես բոլորս գալիս են գործի, էլի, այդ էլ կա։